Պարոն Ֆարմանյան, բարև ձեզ։ Ինչ կարծիք եք, արդյունավետ է լինելու քարոզարշավը եւ ես քիչ առաջ ձեր գործընկերոջից տեղեկացա, որ տուն արտուն մտել եք, իրազեկել եք, ժողովրդի մոտ կա այդ ընկալումը, որ մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առաջ եւ սա սովորական ընտրություններ չեն եւ իրականում գոյապայքար է։ Անպայման կա, նորմալ են տրամադրված, մեր հայրենակիցները շատ ադեկվատ են, մենք ուժեղ ենք եւ անպայման հաղթանակ ունենալու ենք։ Այլ տարբերակ չկա, որտեղ սա ոչ թե սովորական ընտրություն է հերթական, այլ սա յուրահատուկ հանրաքվե լինել չլինելու, հայրենիք ունենալ չունենալու, չգիտեմ, խաբկանքի մթնոլորտում ապրելու թե իրականության մեջ ապրելու, այս նմանատիպ յուրահատուկ հանրաքվե եւ կարծում եմ, որ ինչպես բոլոր ասպարեզներում, բոլոր պարագաներում, այնպես էլ այս դեպքում, այս պարագայում մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ավելի իմաստուն կգտնվի։ Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կհավատան այդ ստին ու կեղծիքին, օրինակ նույն ասենք, չգիտեմ, խաղաղության մասին են խոսում։ Խաղաղությունը, եթե խաղաղության մասին են խոսում, ինչ է մեր ժողովրդին շանտաժի ենթարկում եւ ասում, եթե մենք չլինենք, պատերազմ է լինելու։ Այսինքն ինչ մենք դատապարտված ենք, որ իրենք ցմահ պետք է ղեկավարեն, ինչ եթե պատերազմ է լինելու։ Եթե պատերազմ է լինելու, ապա ինչպես եք ասում խաղաղությունը կնքվել, պետության հետ եթե կնքվել է, ապա անձին ինչ կապ ունի այս բառակը։ Այսինքն սա իրենք իրենց մատնում են, այսպես ասեմ, ճակերտավոր եւ այս խաղաղության կեղծ օրակարգ է, ամբողջը կեղծիք է։ Ուղղակի մեր խնդիրն է, նաև այս մեր արդեն պաշտոնապես քարոզարշավը սկսվել է, իրազեկել մեր հայրենակիցներին, որ չխաբվեն, չտրվեն այդ ստին, կեղծիքին եւ մեր առաքելությունը նաև բացահայտել ճշմարտությունը եւ նույն մեթոդներով մեր դեմ են պայքարում, ուժեղ Հայաստան դաշինքի դեմ են պայքարում, կեղծ գովազդներով, YouTube-ում, այլ տեղերում, ինչ սուտ ու կեղծիք ասես տարածում են, չգիտեմ, Դոնբաս են տանելու ժողովրդին կռվելու, հիմարություններ են դրանք, չի կարող նման բան լինել, այսինքն սա նաև մեկ անգամ եւս վկայությունն է այն բանի, որ իրենք թույլ են եւ թույլը կարող է միայն այդ կեղծ ստոր մեթոդներով պայքարել։ Հա, բայց գիտեք, որ ժողովրդի վրա ազդում է, օրինակ մարդիկ կան, որոնք ասում են, բա գիտեք, եթե մեր ձայնը տանք Սամվել Կարապետյանին 300,000 հայր կգնան Ուկրաինայում կռվելու։ Ես հիմա ուզում եմ սա բարձրաձայնել հատուկ, կլինեն նման որպեսզի մարդիկ հասկանան, գործ ունենք մենք իրականում ինչի հետ, հա։ Տեսեք, ունենք 3 միլիոն բնակչություն, որի 50%-ը հաշվենք տղամարդիկ են, 1.5 միլիոն։ Այսինքն մեր տղամարդկանց 20%-ին 300,000, որ ասում են Դոնբաս, Արցախի պատերազմի ժամանակ 30,000 մասնակից են ունեցել։ Ոնց են պատկերացնում։ Մենակ հարթուղեղ մարդը կարող է հավատալ, որ 300,000 հայ տղամարդ հնարավոր է տանել Դոնբաս։ Այս իրան ստի մասշտաբի ու ցինիզմի մասին է խոսում։ Այս տեսակետը, որոնք տեղադրել են YouTube-ով գովազդ գնում, տարբեր սոցիալական հարթակներով գովազդ գնում, ուղղակի մի քիչ պետք է խոր մտածել, էլի ոնց հնարավոր մարդկանց, տղամարդկանց երկրի 20%-ին անել տանել Դոնբաս։ Լավ, 20% չի, թող քիչ լինի, բայց խնդիրը նա է, որ իրենք ասում են տանելու են։ Դե հենց դա չի կարող տեսեք, իրենց մոտ երկու թեզ է աշխատում, ընդհանրապես փորձում են ժողովրդին մոլորեցնել, խաբել բառիսմունի իմաստով, ընդ որում դա պետք է յուրահատուկ պատասխանատվության մի հատ մեխանիզմ մշակվի, որ հետագայում երբ որ մենք լինենք իշխանության, այդ սուտ ու կեղծիք տարածումները պատասխանատվության ենթարկվեն։ Իրենք ամեն ինչ սև ու սպիտակի տրամաբանության մեջ են դնում։ Չգիտեմ, Ռուսամետ, նախկին, Քոչարյանն է ձեր տեխնացուն, ասենք, չգիտեմ, ժողովրդին անընդհատ ասում եք, որ Քոչարյանի։ Այսինքն մենք բազմիցս ասել ենք, մենք հայամետ ենք, հայամետ լինելուց է բխում, որ չի կարելի լինել հակա ինչ որ մի երկրի նկատմամբ, այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում Արևմուտքի նկատմամբ։ Մենք հակա չենք, մենք հայամետ ենք եւ ինչպես բազմիցս նշել է Սամվել Կարապետյանը, բոլոր են երկրներից, այդ թվում նաև Մոզամբիկից, եթե մենք ունենք օգուտ մեր երկրի համար, մենք Մոզամբիկի հետ համագործակցելու ենք։ Եթե մի բան չի բխելու մեր երկրի շահերից, դա չենք անելու։ Սա է ընդհանրապես ինչի մասն է, ինչ Դոնբաս, ինչ դա հիմարություն է։ Այդ կեղծիքին ու ստին հավատացողները պետք է մի հատ անալիզ անեն, դա տրամաբանության որ սահմանների մեջ է տեղավորվում։ Դե պետք է բացատրել, կարծում եմ ամեն ինչ պետք է անել մեր ժողովրդին հասցնելու համար, որ վարկաբեկման գործընթացը։ Խոհեմ է եւ նման ստերին չի տրվի։